Հավինյան, այս անգամ չեմ ասել, որ իրենք մի բան անում են, գալիս է հաջորդ օր ասելիս է գալիս է երկում եք, այսինքն հիմնավորված ենք եկել այս անգամ։ Որովհետև այն ինչ որ պետք է հերքեք, երեք ՀԾԿ նախագահ իր շուրթերով հաստատեց, որ այսինքն իր հետի վերջեր բարկերը, մնացած բարկերը չեն մտնում տակագնի մեջ։ Հիմա դուք նաև այսպիսի հենց հայտարարությունների համար եք դիմել դատարան, նախնի որտեղ կառավարիչներ խնդրելով դատարանի պարտավորեցնել, որպեսզի նույն Գևորգ Բաղրամյանը, Կաթյան Վահագն Ալեքսանյանը մյուսները իրենք այսպիսի ներողություն խնդրեն զրպարտելու համար։ Հիմա եթե հետի ներկայ կառավարիչները ժամանակավոր իրենք հետ են վերցել այդ հայտերը, ինչ է լինելու դրանց ճակատագիրը։ Այսինքն մեր միամիտին տեղ չդնենք, էլի, դուք էլ ասացիք, որ երկի շրանքներով վերցնում, հետևաբար իրենք ոչ թե կարելի ասել հետի անունից հայտնեն հետ վերցել, այլ հետի նախին կառավարիչների հայտնեն հետ վերցել, որովհետև դրանով ապշեք որպես պաշտպան ձեր բարի համբավն ու ազատապատվությունը, հեղինակությունը։ Հիմա հնարավոր է սա այլ հայտներ կարգում, նաև հենց վերջին ՀԿ նախագահի հայտարարությունը, որ հաստատեց, որ սխալ է Պապոյանը, սխալ է ճիշտ, այդ բրտարան շարունակություն է։ Ճիշտն ասած, Ալեքսանյանի ձեր կողմից նշված անձանց դեմ հայցը տեղյակ չեմ հետ է վերցրել, թե չէ, ենթադրում եմ, որ կվերցնի, որովհետև նույն այդ թեմայի մեջ է, այսպես ասած, ես ասացի ՏԿ-ի դեմ և հանձնաժողովի դեմ հայցերի մասին, խոսքը ձեր ասածի վերաբերյալ ինֆորմացիա չունեմ, միանշանակ ճիշտ եք, որովհետև գիտեք, ընկերությունը ընդհանրապես բարի համբավը ընկերության չի նշանակում նախկին ներկա, այստեղ էլ է նախկին ներկա ուզում անել, վերջին հաշվով դու կառավարիչ ես այն ընկերությունում, որի բարի համբավի խնդիրը կա։ Հիմա եթե այդ բարի համբավը քո ղեկավարած ընկերության քո համար միևնույն է, նշանակում է ևս մեկ անգամ հաստատում, որ այդտեղ կա քաղաքական նպատակ, այլ պարագայում այդպիսի բան չէր արվում։ Իրենք ասում են նախկինում ձեր օրով իրենց խոսքերով լավը չէր համբավը, հիմա եկել են վերականգնել։ Միջազգ տենց հայտարարություն էլ եղավ երեկ, որ գնահատում եմ շատ լավ եւ այլ, փաստորեն 40% վթարներ աճած կառավարումը ավելի լավ է, քան 40% պակաս վթարներով նոր գիտություն է ստեղծվում, ինչ-որ նոր անդրահանբանական չեմ կարող դրան ասել, բայց իրենց բոլոր քայլերը բերում են նրան, որ միանշանակ քաղաքական է։ Ես անկեղծ ասած, այստեղ գալուց առաջ մտածում էի, ինչ տոկոս ունենք այսպես ժողովրդի մաս, ինչ տոկոսն է, որ դեռևս չի պատկերացրել, բայց ամեն դեպքում իմ պարտքն եմ համարում ամեն անգամ դա ասել։ Բավականին մեծ թվով մարդիկ, այդ թվում նաև մեր աշխատակիցները, ինչ եմ ասում, որովհետև մենք համարում ենք մեր աշխատակիցները, մեր գոլեգաները, մեր գործընկերները բոլորը հասկանում են ինչ է կատարվում։ Հիմա եթե իրենք որոշել են այսպես մենք տանք իրանք հետ վերցնեն, դրանով էլ է պարզ դառնում ամեն ինչ։ Յուրաքանչյուր իրենց քայլ հետի հետ կապված հիմնավորում է այն փաստը, որ իրենք բազմաթիվ անգամ ասել եմ, չեմ զլանում ևս մեկ անգամ ասել։ Դիմացի բառը չասեմ, բայց վախում եմ Սամվել Կարապետյանից։ Այսինքն եւ հասարակության շրջանում եւ ընդհանրապես տարբեր մանիպուլյացիաների միջոցով սա կարող է, սա չի կարող, չի աշխատում, որից իրենք շատ նյարդայնանում են եւ լուրջ սխալներ են թույլ տալիս։